ուսանողներ, կան դասախոսներ, որոնց ճնշում են։ Այդ ուսանողներն ու դասախոսները իրականում մեղավորել չեն այս համակարգի մեջ, այլ խնդիրը նրանց ճնշողների մեջ է, այս է խնդիրը, եւ այստեղ հստակ այդ համակարգը, որ գործում է, բարձր մակարդակից իջնում է ներքև։ Օրինակ այսօր տեսա առողջապահության նախարարը այդ ձայնագրության հետ կապած ասում է իրավապահ մարմինները կքննեն եւ այդ դեպքեր լինի կպատժեն։ Դե հարց է առաջանում, իրավապահ մարմինները եթե այսին տեսեք գցում են միանգամից իրավապահ մարմինների վրա, որ իրավապահ մարմինները քննեն ու պատժեն ճնշվողներին։ Ոչ թե ճնշողներն են պատժվում, այսօր շատ կարևոր է այդ ճնշվողներին։ Տեսեք, կառավարության ղեկավարի մակարդակով այս համակարգը գործում է, չէ՞։ Սա ակնհայտ է եւ նաեւ այստեղ ակնհայտ է, ես 3 անուններ էլ հնչեցի այդ ԿՊ-ի նախընտրական օրինակ շտաբից։ Նրանք բնականաբար համակարգում են այս ամենը, չգիտեմ, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց եւ այլն, համակարգում են։ Եվ ստացվում է նրանք պատժելով ուսուցիչներին, տնօրեններին դուրս են գալիս այս ամենի մեջից չոր։ Այդ ճնշվողները, մեր ուսուցիչները, ուսանողները պետք է նկատի ունենան, որ մեր նպատակը նրանց պաշտպանելն է նաև, որովհետև իրականում այստեղ մի հարցեր կա, տեսեք, այս մարդիկ բարձրաստիճան իշխանության վերնախավը, որ ճնշում, վախեցնում է քաղաքացիներին, իրականում ինքն է վախենում նրանցից, այս շատ կարևոր է, ինքը վախենում է, ամեն մարդուց վախենում է, եւ այս համակարգը, որ ստեղծվել է, իրենք հասկանում են, որ առանց նրա էլ չեն կարող թե ընտրություններին հաղթել եւ այլն։ Մեր քաղաքացիները մի բան պետք է նկատի ունենան, որ երբ իրենք մտնում են ընտրական այդ խցիկը եւ ընտրություն են կատարում, քվեարկում են, ամբողջ իշխանությունը այդտեղ պատկանում է քաղաքացուն։ Քաղաքացին ամեն ինչի տեղն է։ Եվ սրա մասին բարձրաստիճան վերնախավը շատ լավ գիտի։ Դրա համար նրանց վախը հենց ստեղ է, ու մեր քաղաքացիները պետք է նկատի ունենան, որ իրականում ոչ մի ձև չի վերահսկվում դա, եւ նրանք ազատ են այդ ընտրությունը կատարելու հարցում, եւ չեն կարող նրանց խնդիրն է իշխանության վախացնել, որպեսզի մարդիկ չգնան ընտրության, ստեղծվի անխուսափելիության պատրանք, որ օրինակ իշխանությունը հաղթելու է մեկը, ոչինչ չի փոխելու այս հարցը, բայց իրականում այդպես չէ, եւ հարցն էլ հենց նրանում է, որ խաղում են, ինչպես են վախերի վրա աշխատում, չէ, խաղում են կոնկրետ մարդկային կարիքների վրա, կենսական կարիքների վրա, օրինակ մի դեպքում կենցաղային կյանքում ասենք լույսի հարց է, դեղորայքի հարց, վարկերի հարց, ջրի հարց, տեսեք, երբ սկսում էին մարդկանց վախեցնել, այ դրանց վրա են շեշտադրումները անում, օրինակ, ենթադրենք, եթե որևէ գյուղում չգնաս հանգարց ընտրության, իրենք ինչպես են դատանում առաջ, չընտրես ԿՊ-ին, ապա կարող է, ասենք, ջուրը կտրել, խնդիրներ կունենաս համայնքապետարանի հետ եւ այլն, այ սա է այս համակարգը, որ ամբողջությամբ հիմա այս սխեմայի մասերը։ Ընդհանուր առմամբ, երբ որ մենք խոսում ենք այդ համակարգի մասին, որ համակարգի մեջ կան այդպես ինչ-որ, այսպես ասենք, դերակատարներ, որ ամեն մեկը իր դերն է կատարում, մեր համակարգում այսօրվա դրությամբ ես կասեմ, որ տարբերություն նախկիններից նման, որ արդեն կան ինչ-որ իրավապաշտպան կոչեցյալներ, ինչ-որ այսպիսի իրավապաշտպան կազմակերպություն այլն, ովքեր իբր թե ազդարարում են, բայց իրենց ազդարարումը ոչ համաչափ է, օրինակ ընդդիմության դեպքում նրանք անմիջապես արձագանքում են, իսկ երբ որ հարցը հասնում է իշխանությանը, արդեն շատ ավելի մեղմ հայցերով են օրինակ դիմում, կամ ինչ-որ չգիտեմ, ասում են, դե մենք դիմեցինք, իրավապահները չզբաղվեցին այդ հարցով, այսինքն հետամուտ չեն լինում, ինչպես որ լինում են ընդդիմադիրների դեպքում։ Ինչ վերաբերում է այս անխուսափելիության խոսույթին, անխուսափելիություն չկա, եթե լիներ անխուսափելիություն, մենք ականպես չէինք լինի այսպիսի ընտրակեղծիքների։ Դա նշանակում է, որ քաղաքացու ձայնը նշանակություն ունի ու քաղաքացին պիտի իրացնի իր ընտրելու իրավունքը, որովհետև այդ ոչ միայն պարզապես ընտրություն է, մենք որոշում ենք կայացնում, թե ինչպիսի պետությունում ենք ուզում ապրել հաջորդ 5 տարիների ընթացքում, ինչը շատ կարևոր է ու մեր կրկին անցորդներին բոլոր ուզում եմ կոչ անել հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության, ընտրել իրենց նախընտրած թեկնածուին։ Տեսեք, այստեղ ես մի հարցել եմ ուզում անդրադառնալ, նաև Սամվելի ասացից հետո, նայեք, երբ մենք հրապարակեցինք օրինակ կոնկրետ այդ տեսանյութի օրինակով ասեմ, չէ, երբ հրապարակեցինք տեսանյութը, մենք հստակ տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչները, ֆեյքերը եւ այլն ինչ են անում, շեշտադրումները համակարգից իջեցնում են դեպի տեսանյութ։ Արդյոք այդ տեսանյութը կեղծ է, կեղծ չէ, այդ մարդիկ չեն եւ այլն։ Հարցը դա չի։ Մենք
անգամ եթե եւ ուղարկելու ենք նաեւ իրավապահ մարմինների որ քննեն եւ այլն, ակնհայտ է, չէ, որ այստեղ հեռու ենք այն մտքից, որ տեղի է ունենալու արդյունավետ քննություն եւ ասենք օրինակ Հայաստանի կառավարության ղեկավարը որպես այս սխեմայի ղեկավար պատժվելու է։ Մենք դրանից հեռու ենք այդ մտքից, որովհետեւ գիտենք, որ այդպես չի լինելու, որովհետև այստեղ կա արդեն բարձր կարգի հովանավորություն, բայց ինչի են իջեցնում դեպի տեսանյութը, որ համակարգի հարցը կորի, այս սխեման, որը գործում է։ Հիմա տեսեք, ես ասեմ նաև կոնկրետ օրինակով, տեսեք, բացահայտենք կոնկրետ օրինակով։ Բարձրաստիճան ամենավերնախավը ունի պաշտոն, իշխանություն, պաշտոն եւ խնդիր ունի դա պահելու։ Ու նրանք անձնական շատ օգուտներ են, նյութական, տարբեր օգուտներ են այստեղից ստանում։ Եկեք մի քանի օրինակով ներկայացնեմ դա։ Նայեք։ Վերցնենք օրինակ կառավարության առանձնատները, չէ՞, 1.600.000 ծախսվում է մենակ 4 ընտանիքի համար։ Ամբողջությամբ պետության հոգացության ներկայ են նրանք։ Մյուսը, մենք ունենք ազգային ժողովի նախագահ, որը օրինակ թվում է մարդկանց վրա։ Այդ ազգային ժողովի նախագահի եղբայրը 2021 թվականից տնօրեն էր ասֆալտի մի ընկերության, ասֆալտանող, ու 2025 թվականին այդ ընկերությունը սնանք ճանաչվեց։ Վերջ, վերացավ։ Այլևս ոչ մեկ չի հիշում այդ մասին, բայց եթե նայում ենք, թե նրանք ինչ գումարներ են վաստակել, օրինակ 2000 հրատապ մրցույթով 2021 թվականին $1 միլիոն մրցույթ են մենակ այդ թվականին այդ մրցույթով $1 միլիոն մրցույթ են իրականացրել Արթիկ, Հոռոմ, Ալագյաս ճանապարհի ասֆալտապատման համար։ Հələ դուք տեսեք, հիմա տեսեք ինչ աստիճան նյութական միջոցներ են շատ գնում եւ այստեղ այս վախերը այնքան մեծանում են դրանք չբացահայտելու եւ կա նաեւ իրենք իրենց հովանավորում են, այստեղ շատ բարձր կարգի հովանավորչություն կա եւ ստացվում է որ ճնշում են այն ստորին օղակներին, այսինքն ներքևի մակարդակ, միջին մակարդակ ու հետո ամենակարևորը մեղավորը դարձնում են նրանց իրենք մեկա դուրս են մնում, այսինքն ստացվում է ճնշողին ոչ մի բան չեղավ, բայց ճնշվողը ինքը նաև զոհներ ըստ էության հիմա պատժվելու է։ Օրինակ ուսանողին, որ ճնշում են, ուսանողի համար անձնական վախերը որն է, ասեն քննություն չնշանակեն, դուրս թողեն քոլեջից, համալսարանից եւ այլն, չէ՞։ Տնօրենին է որն է, երբ ճնշում են տնօրենին, կարող է աշխատանքից ազատեն, կարիերան դրանով կավարտվի ու վերջ։ Դրա համար նրանք կարողանում են արդեն տեսեք, գնում են այդ տուրք են տալիս այդ վախերին եւ այլն։ Ու դրանից արդեն վերև ովքեր ճնշողներն են, վերջ, նրանց հարցը ստացվում է ոչ մեկ չի էլ հիշում նրանց մասին։ Սա է համակարգը, որ մենք պետքա փոխենք, այս համակարգը, որտեղ ինքը տարիներ ի վեր կրկնվում է։ Հիմա այն ինչ որ կա հիմա, նույնն է, ոչ մի բանով չի տարբերվում ինչ որ առաջ էր։ Սա ես ուզում եմ շատ հստակ ասել։ Տեսեք, երբ ձայնը գնում են փողով, վախով, միջոցառումներ անելով, մեկին, չգիտեմ, տանիքները փոխելով, օրինակ գնում ես, ասում են նախընտրական վիճակում եկան, բոլորի տանիքները փոխեցին։ Սա նախընտրական ակնհայտ այս ընտրակաշարքի ձևերից է, միանշանակ։ Եվ երբ առնում են ձայնը մեզանից, մենք գնում ենք քվեախցիկ, մեզանից մեր ձայնը առնում են, հաջորդ անգամ նորից էլի այս իշխանությունները նույն սկզբունքով աշխատում են, բայց իրականում այս համակարգը փոխելը մեր ձեռքին է, սա նորից հատուկ ուզում եմ կրկնել, եւ այդ քվեախցիկում որևէ մեկը չի կարողանալու արդեն մարդուն վերահսկել։